Բարև ձեզ սիրելի հայ ժողովուրդ, որովհետև ես ինչքան զգում եմ, որ սա միայն Գյումրիի ընտրությունները չէր եւ ամբողջ հայ ժողովրդի համար եմ ասում, ուրեմն ես ուզում եմ շնորհակալություն հայտնել երեկվա ամսու 30-ի կապված ընտրությունների տեղական ինքնակառավարման Գյումրի քաղաքի քաղաքապետի ընտրությունների հետ կապված եւ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում, ովքեր որին ցայն տվեցին, ովքեր դեմ քվեարկեցին, մեկ այլ ուրիշ տեխնազուների ընտրեցին, ամենակարևորը, որ բոլորս էլ խոսում ենք հայոց լեզուն, ուրեմն քաղաքապետը չի կարող լինել միայն իր ընտրողների քաղաքապետը, այլ պետք է լինի բոլորի համար։ Ես այդպես 13 տարի աշխատել եմ, խտրականություն երբեք ինձ մոտ չի եղել, բայց իհարկե ուրեմն խնդիրները լուծվելուց հետո կարող եմ ասել, որ քաղաքապետ կդառնանք, որովհետև տեխնազուներից մեկը իր խոսքը չի ասել, ուրեմն բայց ես ուզում եմ ուղղակի շնորհակալություն հայտնել, որ անփորձանք, խաղաղ, հանգիստ, ինչքան էլ շատ մարդիկ ուզեցան խառնել, ուրեմն քաղաքում խնդիրներ առաջացնել, բայց ուրեմն բոլորս խելացի ձևով, խաղաղության ձևով, համերաշխ ձևով անցկացրեցինք Գյումրու քաղաքապետի ընտրությունները, որի համար ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլորից։ Եվ հիմա եթե դուք հարցեր ունեք, արդյունքները գոհացնող են եւ այնուամենայնիվ սպասում եք, որ Մարտուն Գրիգորյանը ձեզ կմիանա, թե ոչ։ Գիտեք ինչ, նախ արդյունքները ինձ համար գոհացնող է, թե ոչ, ասեմ, որ վատ արդյունքներ չենք ունեցել մենք, որովհետև երբ որ տեսել են, որ ամբողջ պետությունը իր ամբողջ լծակներով ու ապարատով աշխատել է մեր դեմ, եւ բոլորդ գիտեք, թե ինչ է տեղի ունեցել, ոնց է արվել, ինչքան դրսից մարդ է բերվել, ուրեմն ինչքան հանձնարարականներ է տրվել մարզպետներին, երկրի բոլորը այստեղ են եղել, նախարարները, պատգամավորները, ուրեմն բանակը ոնց են դրսից զորամասերից ընդուp տեղեկություններ ունենք, որ զինվորներին կանչի ասել են զանգեք ձեր ծնողներին։ Մի խոսքով շատ բաներ մնացածն էլ, եթե հիմա ես շատ այսպես բարձրաձայն ասեմ, հավանական է ինձ կասեք, թե ուրեմն պետք է դրա համար քրորեն պատասխանատվության, պետք է ենթարկենք բան, բայց հասարակության կարծիքը բոլորիս համար շատ կարևոր է։ Եթե հարցնեք ժողովրդին, ժողովուրդը ավելի լավ ձեզ կասի, թե ինչ մեթոդներ է կիրառվել։ Եվ այն ժամանակ, որ ես ասում էի 300 սպարտացիները, այ հիմա նորից ասում եմ, որ իրոք 300 սպարտացիների պես մեր ժողովուրդը կանգնեց ամբողջ պետական ապարատի դիմաց, առանց պոնչիկի, առանց պերաշկի բաժանելու, առանց 20,000 դրամների, առանց որևիցե մի բանի, այլ գաղափարի շուրջ հավաքվելով եւ ՔՊ-ին դեմ քվեարկելով կանգնել են այսօրվա իմ կողքին, որի համար եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Ինչ մնում է Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ, ես հույսով եմ, որ մենք ինչ որ պայմանավորվել ենք մինչև ընտրությունները բոլորս հերոստատեսության աչքի առջև մենք ասել ենք, ես օրինակ այսպես եմ ասել։ Եթե ինձանից որևիցե մեկը ընդդիմությունից իհարկե շատ ձայներ հավաքի, միանշանակ ես կմիանամ իրեն եւ ընդոп ոչ պաշտոնների ակնկալիքով, առանց փոխքաղաքապետի, առանց բաժնի պետերի ինչ որ մի բանի, ես այդպես հայտարարել եմ եւ գիտեմ, որ ուրեմն Ռուպենը արդեն հայտարարություն է արել, որի համար ես իրենից շնորհակալություն եմ հայտնում, Կարենը նույնությամբ հայտարարություն է արել, ես իրենից եւս շնորհակալություն եմ հայտնում եւ ես հույսով եմ, որ ես անպայման իրենց հետ կբանակցեմ, կքննարկեմ, ընդཐུպ կցանկանայի, որ իրենցից եւ աշխատանքի հարց լուծվեր քաղաքապետարանում, ինչու՞ չէ, եւ իրենց ծրագրերից, եթե տեսնեն, որ իմ ծրագրերի մեջ չկա, մենք կարող ենք նստել, քննարկել, եթե տեսնեմ առողջ իրենց ծրագրերից, ուրեմն կաշխատենք, որ իշա քաղաքի կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել։ Ինչ մնում է Մարտուն Գրիգորյանի կապակցությամբ, ես հույսով եմ, որ Մարտուն Գրիգորյանը եւս իր խոսքերը ինչ որ ասել է, ինչ էլ որ պակաս է եղել, հավանական է մենք կարող ենք նստել, բանակցել, քննարկել, խոսել, այնպես որ ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում, ինչքան էլ ուրեմն վերադաս կառույցները ուզեցան խառնել Գյումրի քաղաքը եւ որոշակի բաներ կարողացան
ուրեմն կազմակերպել, բայց ես ասել եմ, որ ես թշնամի չունեմ հայ ժողովրդի մեջ, իմ թշնամիները Օսմանյան Թուրքիան են եւ Ադրբեջանն է։ Ես հայ ժողովրդի հետ թշնամություն չեմ պահում միանշանակ, որովհետեւ ես այդպեսին եմ իմ բնավորությամբ։ Կարող է եւ դա իմ ուրեմն մինուս կողմերից մեկն է, բայց հանուն աստվածային սիրո, հանուն ճշմարտության ես այդպես ապրում եմ ու բոլորը այս քաղաքում ինձ գիտեն, որ ես իրոք իմ խոսքերը ես ներողամիտ մարդ եմ։